Մայիսի 21-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում ստացվեց Վանաձոր բժշկական կենտրոնից։ Հայտնում էին, որ բուժօգնության է ընդունվել Գարգար գյուղի բնակիչ Վաչագան Խաչատրյանը գանգուղեղի փակ վնասվածք ախտորոշմամբ։ Տեղափոխողները հայտնել էին, որ նա վնասվածքը ստացել է Գարգար գյուղում գտնվող գազալցակայանում ընկնելու հետևանքով։ Մեկ բան ճիշտ էր, ընկել էր, բայց ոչ ինքնակամ ու պատահաբար, ընկել էր շատերի ներկայությամբ, նրանց աչքի առաջ, նույնիսկ գազալցակայանի տեսահսկող սարքերն էին ֆիքսել միջադեպը։ Այդ օրը Վաչագան Խաչատրյանը գազալցակայանում էր աշխատանքի, իսկ միջադեպը սկսվում է այն պահին, երբ լիցքավորման է մտնում ահա այս մեքենան։ Ստեփանավանի քրեական հետախույզները պարզել են, որ սա Վանաձորի բնակիչ 33-ամյա Արազ Տեր-Հովհաննիսյանցի մեքենան է։ Նախաքննության շահերից ելնելով ոչ բոլոր կադրերն ենք ներկայացնում։ Ծագում է անհիմն վիճաբանություն և ինչպես երբեմն պատահում է, բառերը չեն բավականացնում։ Վեճը թեժանում է, հրմշտոցն ուղեկցվում է հարվածներով։ Բայց շուտով կարծես սկսում մարել։ Մի պահ թվում է, թե ամեն ինչ հասկացված է, ձեռքն ուսին գցել է, նույնիսկ ընդունվում է վերջնական հաշտեցման նշան, բայց տպավորությունը խաբուսիկ է։ Հետևում է որոշիչ հարվածը, և Վաչագան Խաչատրյանն ընկնում է։ Միջադեպի հետևանքով գազալցակայանի աշխատակից Վաչագան Խաչատրյանը ստանում է ծանր, իսկ նրա գործընկեր Գյուլագարակ գյուղի բնակիչ 24-ամյա Գևորգ Այվազյանը միջին ծանրության մարմնական վնասվածք։ Փաստի առթիվ հարուցվում է քրեական գործ։ Ձեռնարկված միջոցառումներով ձեռք են բերվում հիմնավոր ապացույցներ, որ գազալցակայանի աշխատակիցներին մարմնական վնասվածքներ հասցնողը Արազ Տեր-Հովհաննիսյանցն է։ Նրան մեղադրանք է առաջադրվում, խափանման միջոց է ընտրվում կալանքը, սակայն դեպքի վայրից փախուստի դիմաց Տեր-Հովհաննիսյանցին հայտնաբերել չի հաջողվում։ Հունիսի 1-ին նրա նկատմամբ հայտարարվում է հետախուզում։ Այս ընթացքում Վաչագան Խաչատրյանի վիճակը ոչ մի կերպ չի կարգավորվում։ Նա տեղափոխվում է մայրաքաղաք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ էլ հունիսի 4-ին մահանում է։ Արազ Տեր-Հովհաննիսյանցի գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Ստեփանավանի կամ մոտակա բաժին։ Տեղեկություն հայտնողի գաղտնիությունը երաշխավորվում է։